Վանաձորցի Տիգրան Գևորգյանը 10 տարի առաջ սովորական 17-ամյա մի պատանի էր ծրագրավորող դառնալու երազանքներով ու ապագայի պլաններով, մինչև այն դժբախտ օրը, երբ ջահելական վիճաբանությունը դասընկերոջը պաշտպանելը նրան գրեթե մահվան դուռը հասցրին։ Մի պատմություն, որ մոռանալ է ուզում, ինչպես է դանակահարվելուց հետո սիրտը 15 րոպե կանգ առել, ինչպես են բժիշկները հրաշք անվանել Տիգրանի ողջ մնալը, բայց այդ հրաշքն ունի իր գինը, աչքերի լույսը։ 17 տարեկան դպրոցականին որ գնացել եմ, տեսել եմ մի քանի հոգի ընկերություններ ծածում են, վազեն որ ազատեմ, ես ինչ եկան դասի ժամանակ։ Ու այն որ ասում որ մեղավոր չի, ինքնադուժում։ Տիգրանը հավատում է հրաշքներին ոչ միայն այն պատճառով, որ ողջ է մնացել, 5 տարվա խավարից հետո հասկացել է, խավարը միշտ չէ, որ վերջ է նշանակում։ 5 տարին պետք եղավ, որ ես հասկանամ, որ պետքա չմնամ նույն տեղում։ Ես հասկացա, որ պետքա ինտեգրվեմ, ես իրավունք ունեմ լրիվ, անեմ այն, ինչը որ իրավունք ունի անել բոլոր մարդիկ։ Սովորեմ աշխատեմ ընտանիք կազմեմ եւ այլն։ Ծրագրավորման փոխարեն հոգեբանությունն է ընտրել, որովհետև ծանոթ էր ցավին, որ ուրիշներն են ապրում, ավարտել է ֆիզիկական կուլտուրայի համալսարանի բուժական ֆիզկուլտուրայի բաժինը, զուգահեռ նաև Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության բաժինը, այժմ մագիստրատուրայի ուսանող է, մասնագիտանում է մարմնակողմնորոշիչ թերապիայում եւ Լոռու մարզի Վահագնի գյուղի Քո կողքին կրթական վերականգնողական նորաբաց կենտրոնում աշխատում է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։ Ճիշտ որոշումներից մեկն է եղել, որ ընտրել եմ այդ բաժինը, որ թեթևություն ասեմ, հանգստություն ասեմ, ոգևորվեց շատ, որ պետք է սովորեմ, պետք է ասեմ արդեն մասնագիտություն ունենամ։ Ես չեմ տեսնում, այսինքն մոտ կա այս խնդիրը, բայց ես ներսի աշխով եմ դնում շատ բան։ Իմ զգայականը այնքան է բարձրացվել, որ ես դիմասին կարողանում զգամ իր էմոցիաները, իր ապրումները, իր ամեն ինչը։ Իր առաջին այցելուն ապրելու ցանկություն չուներ։ Տիգրանի պատմությունը տեսողական խնդիրների 15 րոպե կանգ առած սրտի ու վերակենդանացման մասին առաջին պահերից փոխեց ամեն ինչ։ 2-3 հանդիպումն արդեն բավարար էր, որ մարդը գտներ հավատը սեփական ուժերի նկատմամբ, պատմում է Տիգրանը։ Ինչ-որ մեկը կա, որ ոտքի խնդիր ունի, ինքը մտածում է, որ կյանքը ավարտվել է իր մոտ, բայց տնալով ինձ ինքը ոնց որ վերագտնում է իր մեջ այդ ուժը։ Որ չէ, եթե դրանք Տիգրան ես չտնելով հանդրս կարողանամ անել այդ բանը, ես տենում եմ, ես խի չանեմ։ Անկամ այն մարդիկ, ովքեր որ առողջ են, իրանք էլ տենալով ինձ մոտել մոտիվացիա առաջանում։ Տիգրանի ամենամեծ հաղթանակը տեսողության կորուստը հաղթահարելու մասին չէ, այլ միջավայրի վերաբերմունքի փոփոխության մասին։ Ամենակարևորը, որ կարողացել է հաղթահարել, այն է, որ որևէ մեկն իրեն խղճահարությամբ չի վերաբերվում։ Այսինքն որ դու դիմացին է խղճում, ինքը կարելի է ասել, եթե անդադար իրեն խղճան, ինքը այդ վիճակը միշտ այդ վիճակի մեջ կմտնի, որ ինքը խղճալի է, ինքը չի կարող ոչ մի բան անել, բայց միշտ պետք է այն մարդը, որ ունի խնդիր, անասել, որ դու կարաս անես դա։ Դու վիճակի ես անում, դու պետք է անես։ Ինձ օգնել եմ ընտանիքի ընկերները, բայց ինձ ավելի շատ ես եմ օգնել։ Ես կարողացա իմ հետ անեմ այնպիսի աշխատանք, որ Տիգրան, լավ դու ունես խնդիր, հասկացանք։ Բայց դա քեզ իրավունք չի տալի, որ դու խոսքի չգտնես, որ մի բանից քեզ զերծ պայես։ Պետք է անես, պետք է կազմակերպես, պետք է չգտնեմ քո այն ներուժը, որ ունես, պետք է ներդնես ամեն ինչի մեջ։ Ես էլ իմ ինքնական շրջապատում այնպեսին եմ, որ պետք է միշտ կազմակերպեմ, անեմ, չգիտեմ, մի էության մի տեսակով ես այդպեսին եմ։ Երբևէ հնարավոր է աչքերի լույսը վերականգնվի, շփտում ու ասում է, որ եթե այսքան հրաշքներ եղել են իր կյանքում, ապա ինչու ոչ։ Իմ մոտ եղել է լրիվ մութ, բայց հիմա ես ասենք գույները, ստվերները, լուսավորությունը տարբերում եմ։ Այսինքն ամեն վարքյան կարա հրաշքերին ու ես տեսնեմ։ Բայց անգամ հիմա 27-ամյա երիտասարդն ասում է, գտել է այն լույսը, որն անհրաժեշտ է ինչպես իրեն ապրելու, այնպես էլ ուրիշներին փոխանցելու համար։